Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այդ մարտի 3-ից առաջ եղավ, կհիշեք, որ հայտարարվել էր էլի գործարարի օրը հավաքեր, դրա հենց նախորդող կառավարության նիստին դա եղավ եւ հրամցվեց որպես ետքայլ եւ խնդրի լուծում։ Նախ այդ խնդիրը չէր լուծվել, այսինքն դա 2 եռամսյակով աջակցության ծրագիր էր եւ ամենակարևորը, որ այդ ծրագիրը ուղղված էր բացառապես առևտրի ոլորտում զբաղվողների համար, իսկ մենք այդտեղ խնդիր ունենք եւ արտադրության ոլորտում զբաղվողների եւ ծառայության ոլորտում զբաղվողների ու բացի դրանից էլի եմ կրկնում, դա ընդամենը 2 եռամսյակի, ասում են հաշվետվությունը տվեք, տարբերությունը կտանք, այսինքն ֆունդամենտալ այն խնդիրը, որը առաջացել է, ֆունդամենտալ չի լուծվում։ Գումարած դրան ավելացավ վերջերս ընդունված երկրորդ ընթերցման հարկային օրենսդրության փոփոխությունը, որ վատթարացրեցին հաշվապահների եւ իրավաբանների վիճակը, որոնց համար այդ վատթարացնող նորմերն էլ ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ Այսինքն մի կողմից ասում ենք, որ պետք է լինի բարդ հաշվառում, ես չէ՞ էլի, քաղաքականություն մշակողները ասում են պետք է լինի բարդ հաշվառում, բայց այդ բարդ հաշվառումը նույն փոքր բիզնեսի համար դարձնում են անհասանելի։ Այսինքն պատկերացրեք, ասենք նույն ծառայությունը, որ 20-30%-ով թանկանում է հուլիսի 1-ից։ Այսօր ի դեպ հաշվապահների ասոցիացիայից էլ նախագահան մասնակցելու, իրավաբաններից էլ, այսինքն հա կամած այնպես է լինում, որ դժգոհության ալիքին ավելի շատ մարդիկ են միանում ու այդ վատ, վարված, չմտածված, առանց ազդեցության գնահատումների արված քաղաքականությունների։ Նաև փաստաբանները որքան տեղ։ Փաստաբանները դե արդեն հունվարի 1-ից իրանք այդ բեռը կրել էին։ Նայեք, պարոն Ավագյան, բազմիցս բարձրաձայնել է, քննարկումներ տեղի են ունեցել։ Ինչն է անհասկանալի կառավարության համար, որ այս խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Ու դուք ամիսներ շարունակ ստիպված եք այստեղ կանգնել։ Իհարկե, այդ կարևոր բանը, որ ասում եք, որ ստիպված են այս փոքր բիզնեսի, այսօր ասենք Գյումրիից են ձնին բքին մարդիկ կան, հելել են իրանց գործը թողել են եկել են։ Կամ ստեղ հիմա կանգնածները մեծ մասը իրանց գործը էլի թողում, որ էլի վնասը մեր երկրին, չէ։ Ստեղ ամենալուրջ խնդիրը այն է, որ երկխոսություն չկա։ Կա մենախոսություն, այսինքն այն կողմից ասում են որպես բարձրագույն ճշմարտություն, առանց իջնելու իրական հատվածի հետ քննարկելու։ Ու այդտեղ բալանսավորումը, որ ասենք տնտեսության քաղաքականությունները մշակվում են բալանսավորված, էկոնոմիկան հակազդում է Ֆիննախին, Ֆիննախը նրան, տարածքային զարգացման ստեղ խնդիր ունենք, սոցիալ զարգացման խնդիր ունենք, այսինքն նույն աղքատության կրճատման եւ այլն։ Այստեղ միայն հարկային քաղաքականությամբ, ու ես հասկանում եմ, որ քաղաքական խոստումները այնքան բարձր են, որ այս հարկային բեռն էլ է բարձրացվում եւ այսպես ասած բյուջեի պլանավորման խնդիր էլ կա, բայց սենց չի լուծվում, սա լրիվ հակառակ էֆեկտ է ունենում։ Պարոն Ավագյան, իսկ այդ աջակցության ծրագրից տեղյակ եք օգտվում են։ Մեր այստեղ հավաքվող ՓՄԶ-ների կարող եմ ասել 90%-ը չեն օգտվում։ Նախ վստահություն չկա, երկրորդն էլ ասենք օգտվելու համար շատ նախապայմաններ կա դրա համար, որոնցից մեկը օրինակ է բարդ գույքագրումն է եւ այլն։ Հետո բացի այդ աջակցության ծրագրից ես անընդհատ խոսում ու նորից կրկնում եմ, էլի։ Շրջանառության հարկի գաղափարախոսություն սրանով բան արել, լրիվ խախտվել է, խեղաթյուրվել է։ Աշխարհում հակառակն է, աշխարհը գնում է հեշտ հարկային վարչարության, մենք գնում ենք բարդ, դժվար, որը լի է, ասենք նույն, գիտեք, խնդիրը մենակ այսօր չի։ Այսօրվա արված սխալների պատճառով 3 տարի դեռևս հարկային նկարագամտնի տուգան։ Սա է խնդիրը, որ մենք փոքրերին ասել ենք դուք կանխատեսելի բիզնեսի համար, չէ, պարզ հստակ հաշվառումված։ Ամիսը մեկ մի հատ օրենք է փոխվում, ասենք սենց կանխատեսելի բիզնես միջավայր որտեղ եք տեսել։ Մի քանի օր առաջ հաշվապահների, իրավաբանների բանի վատթարացնող նորմը ընդունվեց, հուլիսի 1-ից ուժի մեջ եմ։ Տարվա կեսից ով է տեսել վատթարացնող նորմ, ընդ որում օրենքում էլ է գրած վատթարացնող նորմ չի կարելի ընդունել։ Այսինքն այս անկանխատեսելիությունը բերում է ավելի ոնց ասեմ, զայրույթի ու բանի նկատմամբ, վստահության նկատմամբ պակաս։ Իսկ հիմա ինչ ստորագրություններ եք վերել։ Այստեղ պահանջն է, որ հետ կանգնեն այդ շրջանառության հարկի ընդունված վատթարացնող նորմերից, արդեն 2200-ից ավել բաները ստորագրած են ու հիմա էլի մարզերից մոտեցնում են, հեսա կամփոփենք արդեն ընդհանուր թիվը կներկայացնենք։ Այսինքն գրավորել ենք նորից ասում, որտեվ կան մարդիկ, որոնք ֆիզիկապես, էմոցիոնալ չեն կարող գալ կանգնել փողոց, գոնե ստորագրել են ու ներկայացրել են իրենց բողոքը, այսպես ասած։ 2000-ից ավել դա փոքր բիզնեսի ՓՄԶ-ել չէ, գեր փոքր, մեր Հայաստանի Հանրապետության գործող օրենքով գերփոքր բիզնեսները տարեկան մինչև 100 միլիոն շրջանառություն ունեցող, մինչև 10 աշխատակից ունեցող տնտեսվարողներ են, ԱԶՍՊ կապ չունի։ Այսինքն սա 2000-ից ավել գերփոքր արդեն ստորագրել է ու հələ ստորագրում է։ Այսինքն սա եթե ցուցանիշ չի քաղաքականություն մշակողների համար, ընդ որում էլի եմ կրկնում, սա զուտ ստորագրություն չի։ Մարդիկ նույնականացված են, այսինքն հարկային կոդով, իրանց հեռախոսով, այսինքն սա էլ է էմոցիոնալ։ Կան մարդիկ, որ չեն նույնականացվել, չեն ստորագրել, հա։ Բայց ասենք սա եւս մի հատ քայլ է, որ ֆիզիկապես ստեղ չի, բայց ինքը ասում է ես ստեղ եմ։ Այսինքն
կեղծ ստորագրություններ չի, չգիտեմ ինչ որ բաներ չի, չէ, կոնկրետ ասում են այս կան մարդ դժգոհ ենք քաղաքացիից։ Զգալի մասնակցություն։ Ну տենց գալի չի, որտեվ մեր երկրում ՓՄԾ-ները, մասնապես փոքր բիզնեսը այս օրենք օրինակ շրջանառության հարկի փոփոխության 50,000-ից ավել տնտեսվարողի է վերաբերվում, բայց մենք տենց շատ մեծ ռեսուրս չենք սրա վրա դրած, մի շաբաթվա, մի 4-5 օրվա ընթացքում հավաքագրվել։ Ոչ, նաեւ ասացի, նաեւ հաշվապահներն են այսօր միանում եւ այլն։